Ողջույն, Բուն TV podcast-ային տաղավարում է արհեստական ննդեմ բանականի podcast-ը։ Այս podcast-ի պատմության մեջ առաջին անգամ տաղավարում ունենք երկու հյուր։ Մեր հյուրերն են մեդիա փորձագետներ, Cyber Hub-ի համահիմնադիրներ Արթուր Պապյանը եւ Սամվել Մարտիրոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ անհարմար ինձ համար այս տեղը նստելը, ես միշտ նստած եմ եղել պարոն Մարտիրոսյանի տեղում, ու հիմա ինձ շատ ոչ շատ արհեստական վիճակ է։ Հա, շատ արհեստական բանականության է։ Բանական ենք, հա, կգլորենք կգնանք մտածի։ Ես մտածում եմ այսօր սկսենք զրույցը շնորհակալություն հայտնելուց արհեստական բանականությանը։ Ինչի՞, բացատրեմ։ Նախորդ ոդքասթի ժամանակ պարոն Մարտիրոսյանի հետ պարոն Մարտիրոսյանը ինձ հորդորում էր արհեստական բանականությանը շնորհակալություն չհայտնել, չբարևել, դա կարևոր չի եւ այլն եւ այլն։ Ես այդ ոդքասթից հետո ոդքասթների ընթացքում բարբերաբար իմ հյուրերին կամ ոդքասթներից դուրս տենց հարցրել եմ, ընդհանրապես բարևում են, շնորհակալություն հայտնում են, թե ոչ, ու պարզվեց, որ իրականում հայտնում են բոլորը շնորհակալություն։ Հիմա նախ ձեզ հարց, դուք հայտնում եք շնորհակալություն պարոն Պապյան։ Սկզբում հայտնում էի, հետո չէի հայտնում, հետո որ Օլտմանը ասաց, որ դրա պատճառով իրանց փողերը քչանում են, սկսել եմ ինտենսիվ շնորհակալություն հայտնել որպես թարախություն։ Շատ վատներ։ Ես հենց ալտինն էլ ուզում եի անդրադառնալ, մեզ լսողների ու դիտողների համար, ովքեր չգիտեն, OpenAI-ի տնօրենը վերջերս ասում էր, որ տասնյակ միլիոնավոր դոլարների տույժ են կրում իրենք, երբ որ մարդիկ քաղաքավարի են լինում արհեստական բանականության հետ։ Իրականում այս տվյալները մի քիչ շատ է չափազանցված, այդքան չի։ Իսկ թվում է մաքուր մարքեթինգ է։ Ինքը ուզում էր գովազդել, թե ինչքան է իրանց AI-ը շատ աշխատում, որ ինչքան մարդիկ, որ ընդամենը նույնիսկ շնորհակալություն հայտնելու վրա, քանի որ այդ շնորհակալություն որ ասում եք, բարձ ասեմ, էլի, պետք է AI-ը դրան ինչ-որ մի ձև արձագանքի, հա, այս ասել եք շնորհակալություն, ինքն էլ պետք է գնա սերվերները հոսանք ծախսեն, մտածեն, որ այդ շնորհակալությունը AI-ն է դες պատասխանի, ու իր արարածը դասական, քանի որ ինքը մարքեթինգի գուրու է, դասական պոնտ էր, հա, այն որ բայց կարող է պոնտ չլինի, այնտեղ մի 2 տոկեն է, այնտեղ կարող է գցենք մի 0.1 ցենտ, չէ, այն որ փող ծախսում են հաստատ Սեմ ջան, հա, բայց հիմա նայ, եթե միջին մարդը ենթադրենք օրվա մեջ 5 անգամ հարց տա ու ամեն անգամ վերջում շնորհակալություն ասի, իսկ իրանք ունեն 500 միլիոնի չափ օգտվող։ Հա։ Կարա։ Կարա։ Չէ, բայց իրանք ասում են տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստ, տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստ հաստատ չի։ Այդ հիմա նոր լացելու ձև է ուղղակի։ Հա, հետական fundraising, բայց ասածս են, օրինակ ես պրոստը այդ իր խոսալուց հետո հետաշկության համար Google AI Studio-ում բան դրեցի, predefined նախապրոմպտ դրեցի, որ եթե thank you-ա, please-ա եւ այլն, դրանք ուղղակի ignore ես անում կոնտեքստից։ Այսինքն եթե ես կարամ ոնց որ իմ մակարդակում նույնիսկ կարամ նենց անում, որ ինքը դրանք ignore անի, հաստատ իրանք կարան անեն, բայց չեն անում։ Այսինքն պրոստը քո ասած լացելու ձև է ու մարքեթինգ է իմ կարծիքով ամենտեղում։ Հանգիստ կարային դրա հարցն ես լուծեն, որ դա իրանց վրա բան չէ։ Plus կարան պուճուրիկ լոկալ AI կունենան, որը հենց կոնկրետ դրանց արձագանքում, որի ծախսը տասնյակներ անգամներ ավելի փոքր կլինի։ Դուք երբևէ չեք ասել շնորհակալություն արհեստական բանականությանը, պարոն Մարտիրոսյան։ Երևի առաջի մի 2 անգամ ասել եմ ուղղակի ավտոմատ ձևով, որպես քաղաքավարի մարդ։ Հա։ Բայց հետո չէ։ Ես այդ ոդքասթից հետո սկսեցի խորանալ, թե ես ինչի եմ ընդհանրապես ասում շնորհակալություն արհեստական բանականությանը, որովհետև ես շատ հաճախ էի ասում շնորհակալություն։ Ու զգացի, որովհետև ասում եմ շնորհակալություն, որովհետև երբ որ գրում եմ ես իրենց շնորհակալություն, իրանք ինձ ոնց որ կրկնակ այն տատիկի պատմությունն է, էլի, շատ ավելի շատ շնորհակալությամբ ճանապարհում են, տենց ինձ դուրեկան էր, էլի, ոնց որ էգոիստ եմ։ Պատմեն, հա։ Փառասիրությունն է, էլի ձեր մոտ։ Դա իրական մարդիկ բոլորն են էգոիստ։ Դե կարող եք իրականում ChatGPT-ում այնտեղ scheduled task կա։ Կարող եք իրան ասել, որ իրանք ինքը ամեն օր ժամը 9-ին, 12-ին ու 3-ին ձեզ գրի, որ դուք մի հիանալի եք, մի Չէ, տենց բաներ չեմ սիրում։ Բայց ուղղակի շնորհակալությունից հետո որ բանի Ձյունանուշիկի խորտ մորը, որ հայլու մեջ նայում էր, հիմա այդ նույնը կարելի է ծրագրավորել, ընդ որում ինքը միշտ ասել է ինչ որ ձեզ պետք է, էլի։
Չէ, բայց այնտեղ այն դրվագն էլ կա, որ մարդկան մտածում էր, բա որ վաղը մյուս օր AI-ները մտնեն ռոբոտների մեջ, ու հետո հիշեն, ասեն, էսի են թարախներ, որ մեր շնորհակալություն չէր ասում, օգներ քո հետևի։ Տենց մեմեր շատ են տարածվում մեդիայում, ու հետաքրքիր է իրականում այս մեմերի ազդեցությունը, որ եթե ես հիմա շնորհակալություն եմ հայտնում ChatGPT-ին կամ իր նմաններին, որ հետագայում իրենք ինձ ողջ թողնեն, այս մեմերը նպաստում են, որ մարդիկ շնորհակալություն։ Մարդիկ, տեսեք, օրինակ հավատացյալների, սա շատ ավելի խոր է բան, հավատացյալների ենթադրում եմ 90%-ը նույն պատճառով աղոթում է։ Այսինքն իրանք չեն հավատում մեծ հաշվով, բայց ամենասպա շարից փորձանքից հեռու բավոր կա։ Հիմա այդ նույն մարդիկ հիմա ChatGPT-ին են շնորհակալություն ասում։ Հիմա գցենք լրիվ նույն տրամաբանության մեջ է, էլի։ Բայց մյուս կողմից բան ասեմ, բայց ասեմ մտածել շատ։ Հա, բայց ասեմ քեզ, հələ Աստված գոնե բարեգութ է։ Իսկ ChatGPT-ին օպտիմիզացնող է ամեն ինչ, դենց որ ինչքան ասում ես շնորհակալություն, եթե պետք եղավ քեզ բանի խինկալու ու չարաղաժների փրթի էլի ելնելով զուտ օրինակ տնտեսական օգուտից։ Վախեցնում ենք մեզ լսողներին ու դիտողներին։ Դե ինչ վախեցնեմ, գցենք արհեստական բանականության բաներից չի ելնելու ինչ որ հումանիտար բաներից, ռացիոնալ մտածողություն է։ Մարդը վնաս է էլի ամեն ինչին։ Դե հա, իրականում։ Բայց մեդիա փորձագետները օգնում են։ Մեդիա փորձագետները մեր հիանալի անձնավորությունները, մեր պայծառ անհատականությունները։ Իրենց պահում ենք, մնացածին վերացնում։ Հիմա այսքան հատվածը լսում է AI-ը, վերցնում է այդ որպես բան։ Հա, հիմք, ու տենց սկսում է ու աշխարհում մնում են միայն մեդիա փորձագետները։ Ինչու՞ մեր վզին է ամեն ինչը պատատում։ Այնքան բան կա արդեն լսել, մենք ենք։ Ես այս հատվածը հատուկ ուղարկեմ որ լսի։ Ես կարելի է լուփ անել, որ անդածուց կրկնվի, գցենք YouTube, տենց 20 ժամ, հա։ Տենց սկրիպտ սարքենք, Փարք մեդիա փորձագետների, փարք մեդիա փորձագետների։ Այտենց իմիջած ռուսներն են աշխատում, fake edge-երը, правдայում հազարավոր հոդվածներ են լսնում, ինդեքսավորում է ChatGPT-ին, ու հետո իր մոտ գիտելիքը տենց այդ ուղղությամբ է, որտեղ ինքը քանակական վեկտորացում է, այսինքն եթե դու իրան 1000 անգամ ասես, որ օրինակ, չգիտեմ, Ուկրաինան Ռուսաստանի մաս է, ի վերջո իր մոտ դա է տպավորել, ունես որ ինչքան շատ, այնքան լավ էլի։ Հա, այնպես չի որ ինքը իրական անկախ գիտելիք ունի, էլի։ Իսկ ով ունի իրական անկախ գիտելիք։ Ով ունի։ Նայած դուք Հեգելին եք հավատում, թե Կանտին։ Ես Հեգելի կողմից եմ։ Դու Կանտիանից ես։ Դուալիզմ բան կարա լինի, կարա չլինի։ Դա այդ գիտելիքի եւ գիտելիքի գիտակցության մասին իրականում նախորդ ոդքասթի ժամանակ խոսել ենք։ Ես այսօր նաեւ ուզում եի ձեզ հետ քննարկել Եվրոմիության քաղաքականությունը, արհեստական բանականությանը վերաբերող, որովհետեւ Եվրոմիությունը այնց շատ ակտիվ վերահսկող դերակատարում այսպես ասած, իրենք էին առաջինը AI-ը ընդունել, արհեստական բանականության մասին օրենքներն էլի։ Ու այս ոնց կարա անդրադառնա նախ ընդհանրապես այս ինչ որ կերպ ազդում է միջազգային խաղացողների վրա, միջազգային ՏՏ խաղացողների։ Բոլորը դուրս են գալի Եվրոպայից, գնում են Ամերիկա ու Չինաստան, դրա համար Եվրամիությունը շատ արագ է սկսել է փոխել։ Բայց արդեն իսկ փոփոխություններ նկատվում են։ Բնականաբար թեթևացնում են, հանում են սահմանափակումները, որովհետև լինել տենց բան ձևական բարեպաշտը տեխնոլոգիական ոլորտում չի աշխատում այսօր։ Պատահական չի, որ աշխարհի գլոբալ հսկաները տեխնոլոգիական ճնշող մեծամասնությունը կամ ամերիկյան են կամ չինական։ Երկու հակադիր մոդելներ է, ամերիկանում հնարավորինս ամեն ինչ ազատ է, մարդուն գործից կարաս հանես, ստրախովքի համար փող չես տալի, հարկերը ծածր են, Չինաստանում էլ հակառակ մոդելն է, հարկերը ամեն ինչը բարձր, բայց պետություն կոնկրետ փող է տնում։ Հա, շատ Եվրամիությունից ինչ է դուրս եկել, մի հատ Skype-ը դուրս եկել մեռավ, Spotify-ն է քչի շատ ինչ-որ միտեղ թփրտում։ AI ոլորտում մենակ բանն է, Mistral-ն է։ Mistral-ն պետական սոցիալիստական պետություն է, Ֆրանսիան փող է դնում, ասում իշ։ Չէ, հետո Ֆրանսիան Եվրամիության եզակի երկրներից է, որ դեռ ինչ որ այս տեղից, այս աշխարհից ինչ որ բան ա ուզում։ Այն մնացածները այտենց ինչ որ շատ ընդհանուր գաղափարախոսության մեջ են, Ֆրանսիան դեռ ինչ որ կայսերական
նկարտումներ ունի։ Ու հա, հենց Եվրոպական միության մեջ ամենաակտիվը AI ոլորտում հենց Ֆրանսիան է։ Հա, որտեվ իրանք շատ լավ հասկանում են, որ դա հնարավորություն է համ ռազմական տիրույթում, հետո դա օգտագործել, համ օրինակ ֆրանկոֆոն երկրների վրա ազդեցությունը ուժեղացնելու եւ այլն, մնացածը չեն ջոգում ինչի համար է պետք AI-ը, որտեվ հենա կառնենք ամերիկացիներից եւ այլն, հետո մենք էլ ջոգեցինք, որ Հայաստանում հասկանում են։ Չգիտեմ, այս հարցը որ մեկի տամ։ Դե պայմանագիր են կնքել Միստրալի հետ, ինչ-որ սուպեր դատա ցենտրը սարքել։ Այդ դատա ցենտրը մինչև Միստրալի հետ պայմանագիրներ իրականում, բայց Միստրալի հետ էս պայմանագիրը հուշագիր ստորագրվեց փետրվարի կեսերին էր Ֆրանսիայում։ Այս ինչ հուշագիր է, առհասարակ ինքը որևէ գործողություն դառնալի է, թե ուղղակի թղթի վրա ստորագրություններ ստորագրեցին կանցանք առաջ։ Դե մենք պետք է քաղաքականություն էս բացարձակ AI-ի հետ կապ չունի, որովհետև Հայաստանը AI տեսանկյունից Ֆրանսիան կարող է հետաքրքրի մի 4-5 մասնագետի տեսանկյունից։ Ընդհանրապես ըստ այնց հաշվարկների լուրջ AI-ի մասնագետ, որոնք կարող են կոնցեպտուալ փոփոխություններ մտցնել, աշխարհում հաշվարկում են մոտ 1000 հոգի։ Չինաստանում օրինակ այդ մարդկանց կոնկրետ հաշվարկել են, իրանց արգել են երկրից դուրս գալը, իրանք կոնկրետ բաներ ունեն, իրանց վերահսկում են, նաև ֆիզիկապես որ չվերացնեն, այսինքն տենց այդ առումով Հայաստանը կարող է լինի ինչ որ կողքից աջակ տենց դեմք։ Մի քանի 4-5 հոգի ունենք իստոմա։ Հա։ Հիմա նույնիսկ եթե չկա, Altman-ի պես որպես մարքեթինգ կասենք որ ունենք։ Այո, ունենք։ Մենք ցելի AI կամպանիաներ ունենք։ Ունենք, մենք ունենք, ուղղակի մենք հետազոտական լաբ, CRISP ունենք, super annotate ունենք։ Բանը Pixar-ը Հայաստանի առաջին։ Լավ ասենք։ Հա, չէ, բայց ուզում եմ ասեմ մենք ունենք, բայց AI-ի հիմնարար բազային տիրույթում մենք ընդհանրապես դերակատար չենք։ Ու չենք էլ կարող լինել, օրինակ, ամենապրիմիտիվ բանը, մենք այդքան էլեկտրոէներգիա չունենք, ժեշտ չունենք, ժեշտ նկատի ունեմ այդ պրոցեսորները, չիպերը եւ այլն, Հայաստանը կարող է լինել տվյալների մշակման տեսանկյունից օժանդակ երկիր ու գիտահետազոտական տեսանկյունից։ Այդտեղ բնականաբար Ֆրանսիան գիտի որ քաղաքական կապեր կան, ինչը նույնպես կարևոր է դառնում AI-ի տիրույթում, որովհետև որ ասում ախպերը չի տայել ինչ որ բաներ հիմա արդեն։ Այնպես որ իրանց համար բավականին լավ տարբերակ է Հայաստանի հետ համագործակցել, որովհետև մենք մրցակից չենք խորագույն տիրույթում, բայց կարող ենք լինել հաջակից ու մեզ էլ ինչ տան էլի ված չի։ Հա։ Այդ է ուզում հարցնել մեզ այսինքն ուղղակի տենց ինչ տան ու վերջ։ Բայց եկեք մի բան էլ ավելացնեմ։ Մոտապես 2017 թվականից մեզ մոտ քաղաքապետարան Երևանի քննարկումներ ուներ Smart City ինչ-որ համակարգեր ներդնելու գծով 19 թվին պայմանագրեր կնքվեցին։ Մեկ ինչ-որ լսում ենք press release-ներ, որ հեսա խաչմերուկները կարգավորելու գծով դա ներդրվելու է թե ոչ։ Հետո լսում էինք հայտարարություններ նույնիսկ, որ կամերաները ամբողջ պետական համակարգի իրար են միացվում ու դրանք AI-ով են մշակվելու եւ ոչ մի անգամ չենք լսել, որ այդ AI-ը, то есть չենք լսել ինչ AI է դրա վրա օգտագործվելու։ Բաներ կան։ Փորձել եք ճշտել թե ինչ AI-ները։ Փորձել ենք ճշտել, տենց ինչ-որ առանձնապես բան չենք հասցրել։ Ես տենց հույս ունեմ, որ դա կարող լինի Mistral-ը եւ ոչ թե օրինակ ինչ-որ չինական AI։ Դե առաջին պայմանագրերով չինացիք էին։ Huawei-ներ։ Բայց հետո կառավարություն փոխվեց, որ ասեն իրավիճակ փոխվեց։ Բայց կառավարություն փոխվելուց հետո նշեն, որ 19 թվին որ պայմանագիր արել, էլի չինացիների հետ Huawei-ի հետ։ Բայց հետո ինչ կլինի, որ կլինի։ Իսկ եթե լինի Չինաստանի հետ, այստեղ ինչ խնդիր եք տեսնում, պարոն Բաբյան։ Ես իմ լապտոպի վրա լոկալ AI եմ աշխատացնում։ Ու հատուկ իրան ստուգել եմ, որ իրանից որևէ փաթեթ դուրս գնում է թե չի գնում։ Ու չի գնում ոնց որ, բայց միևնույնն է, նույնիսկ դրանով հանդերձ ես 100% վստահություն չունեմ,
որտեվ այդ AI ինքը black box է, այսինքն իր ստեղծողները նույնիսկ ինչ որ տեղում խոստովանում են մինչև վերջ չեն հասկանում ինչ անում։ Հիմա հարց, եթե Հայաստանի բոլոր քաղաքացիների տվյալները գնում են Չինաստան կամ Ֆրանսիա կամ Ամերիկա, դա խնդիր է, դե չէ։ Ինձ համար դա խնդիր է, որտեվ դա թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ ունենալ գերճշգրիտ լիքը ինֆորմացիա, օրինակ կամերաների նույն տեսքով, ով ուր մտավում է շփվեց open craft-ներ արեց, այդ ինֆորմացիան ամերիկացիները հիմա ունեն Facebook-ի շնորհիվ, Google-ի շնորհիվ, Microsoft-ի շնորհիվ, այդ ինֆորմացիան չինացիները հիմա ունեն, օրինակ, չգիտեմ, TikTok-ի շնորհիվ, Հայաստանում նաև տեսախցիկների գերակշռող Yandex-ի շնորհիվ բոլորը գիտեն ով որտեղից տաքսի նստեց, ինչ կերավ, հա, սենց ասեմ, ինչ տրանսպորտով գնաց։ Ինչ կերավ է Instagram-ից գիտեն։ Հա, Telcel-ի միջոցով Իսրայելը գիտի, ասենք, ով ինչ տրանսպորտի տոմսարավուր նստեց գնաց, սենց։ Նայես որ բոլորը գիտեն մեր մասին ամեն։ Հա, հիմա դրա հետ կապված է։ Այսինքն չինացիք եւս մի հատ ավելի ճշգրիտ համակարգ ունենալու, դե մյուսներն էլ իրանցն են միացնում։ Օբշի սենց էլի, ու այդ տվյալները կարող է վաճառվեն վաղը ռուսներին, չգիտեմ, ադրբեջանցիներին, թուրքերին եւ այլն։ Հաստատ մերոնք փող չեն ունենա որ առնեն, ունես որ մյուսներն են օգտվել։ Ու դժվար թե օգտվեն բարի նպատակներով։ Դե չգիտես։ Դու Ադրբեջանը օրինակ ինչ բարի նպատակներով պետք է օգտվի։ Կամ Թուրքիան։ Դե լավ, հա, գիտես, բարի նպատակներով չեն օգտվել, օքեյ։ Ամեն դեպքում որ բարի լիներ, այսքան մտահոգված տեսքով էդի չէինք պատմել։ Իսկ այս AI Act-ը ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, որովհետև Հայաստանը ձգտում է դեպի Եվրոպա, եվրոպական փորձն է ձգտում ներգրավել, այսպես ասած, այս ոնց կարա ազդի Հայաստանի վրա։ Ես ուզում եմ հիշել Հայաստանը ինչ եվրոպական փորձ է ընդհանրապես կամ ոնց է ձգտում, որ ասենք SEPA պայմանագիր է կնքե 17 թվին ու այդ պայմանագրի ոչ մի կետ իրականացված չի առանձնապես։ Այսինքն այդ Հայաստան, որ եթե ասում են, որ ձգտում են կամ պարլամենտում օրենք են ընդունում, դա չի նշանակում, որ ձգտում են։ Հա, ասենք ձգտում են։ Մայիսի 9-ին էլ գնում ենք Մոսկվա, ասենք ինչ աղը։ Ես այնպես լավ չեմ պատկասում AI Act-ը ընդհանրապես Հայաստանում ինչ հետևանքներ կունենա, որովհետև մենք ընդհանրապես տեխնոլոգիական օրենսդրական բան չունենք կախվածություն ու ներգրավվածություն։ Ոչ մի բան մեր մոտ օրենսդրությունը փաստացի մոտավորապես 18-րդ դարի Նապոլեոնին հաղթելուց հետո այդ մակարդակի վրա դարվել։ Ինչն է նկարագրված, որ էլ մի հատ AI է։ Գցենք արդեն տասնամյակներ երկրներում ինչ որ փախած օրենսդրական փոփոխություններ են անում մեր մոտ։ Ինչ է։ Այս արդեն քաղաքականությունը, քելեք այս թեվայից քշենք գան։ Ոչ ոք չի ազդելու մեր վրա։ Չէ, մեր վրա կարող է ազդի զուտ մենք ինչ որ մի օր սանկցիաների տակ ընկնենք, որովհետև ենթադրենք ինչ որ մի ընկերություն Չինաստանի համար ինչ որ տվյալների բանանի, եվրոպացիք դա այդ ընկերությանը սանկցիաներ տակ գցեն։ Կամ ինչ որ գրանտեր ստանանք, ուզում ասեմ ինքը շատ միջնորդավորված է լինելու, որտեվ մենք որպես պետություն մեծ հաշվով այտենց դերակատար չենք էլ ուզում լինել այդ տիրույթում։ Շատ լավ է։ Գանք ուրեմն էթիկական ուղեցույցներին, այս դեպքում փոխենք այս թեման։ Հայաստանում բան մեդիա ոլորտում էլի կոնկրետ նկատի ունեմ, որևէ էթիկական ուղեցույց մշակվում է։ Այո։ Էթիկական բանականության վերաբերյալ։ Ես մինչև անցած տարվա երբ եմ արել։ Մինչև հունիս, չէ, թեզս այս տարի եմ պաշտպանում, անցած տարի դիպլոմայինս էր։ Իմ մի տարվա բանը։ Հա, լավ։ Բարով պաշտպանեք։ Մի տարվա ծրագիր էր էլի մագիստրոսականը։ Այդ դիպլոմայինի ժամանակ էր, որ հետազոտություն է իրականացնում, հա, մոռացել եմ ինչ եմ խոսում։ Հետազոտության ժամանակ պարզվեց, որ իրականում ոչ մեկը, ոչ մի լրատվամիջոց, մեդիա ոչ մի մեդիա կազմակերպություն չունի էթիկական ուղեցույց արհեստական բանականության հետ աշխատելու կանոնների։ Կան մի քանի։ Ուրեմն ԶԼՄ ինքնակարգավորման կարող է։ ԶԼՄ ինքնակարգավորման նախաձեռնությունը անցած տարի երևի հունիսին հենց ընդունեց իր կանոնագրի փոփոխություն, որտեղ մտցվեց մի ամբողջ գլուխ արհեստական բանականության կիրառման վերաբերյալ։ Եվ անդամ կազմակերպությունը, որոնց թիվը հիմա 90-ի է մոտենում։
բոլորը արդեն ենթադրում են, որ այդ կանոնագրին հետևում են եւ դա իրենց կանոնագիրն է։ Դա չեմ սխալվում, նաեւ բունն է դրա կանոնագրի, հա, դիտորդ մարմնի այդ ինքնակարգանուն նախաձեռնության անդամ։ Եվ այնտեղ ինչեր կան։ Առաջինը, որ օրինակ պետք է լինել թափանցիկ, եթե մեդիան օրինակ ինչ-որ ֆոտո է սարքել, հա, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը ու, չգիտեմ, Զելենսկին ու Պուտինը իրար կողք կանգնած են, ինչը բավական անհավանական է թվում, դա կգրեն, որ սա ստեղծվել է AI-ով, որպեսզի մարդիկ թույլատվության մեջ չգնան։ Տես բան կա։ Կա դրույթ այն մասին, որ ոչ մի դեպքում AI-ով արածը անմիջապես չհրապարակեք ու հետո պրոստը գրեք, որ սա AI-ն արել, մենք մեղավոր չենք, որտեղ եթե դուք հրապարակում եք, լինելով էթիկական լրատվամիջոց, դուք պատասխանատվություն եք կրում նույնիսկ AI-ի գեներացված վերնագրերի, տեքստերի, նկարների եւ այլնի համար։ Այսինքն դուք չեք կարող հետո, եթե օրինակ ինչ-որ AI-ով անճշտություն հրապարակեք կամ ինչ-որ մեկին վիրավորի տեքստը ու այդ մարդը դες դատի տա, ասեք մենք մեղավոր չենք AI-ն, որովհետեւ պատասխանատվությունը դուք եք ստանում։ Այս շատ կարևոր կետ է։ Այդպիսի բան կա։ Հա, այսպիսի, այսինքն այս տիպի ողջամիտ դրույթներ կան, Ընդ որում նաև այնտեղ կար շատ կարևոր դրույթ, որ այդ կանոնագրի այդ դրույթները AI-ին վերաբերող, քան որ AI շատ արագ փոփոխվող է, պիտի առնվազն տարեկան մեկ անգամ վերանայվեն կամ խոշոր ինչ-որ հերթական թռիչքային աճից հետո։ Տարեկան մեկ անգամ վերանայելը քիչ չի։ Կամ եթե լինի թռիչքային աճ, այսինքն գիտեք երևի որ օրինակ OpenAI-ը սպասում է հայտարարում ու ձգձգում է նույն ChatGPT 5-ի վերսիան կամ AGI-ի մասին է խոսում, այսինքն AGI-ի մասին հիմա խոսում են բոլորը։ Բայց որ դա լինի, հա, AGI լինի, դրանից հետո ենթադրում որ կարիք կլինի հրատապ այդ կանոնագիրը փոխել, որտեղ եթե AI-ը դառնում արդեն լրիվ բանական, գուցե իր նկատմամբ վերաբերմունքը վերանայելու կարիք ունենա։ AGI-ի բարակայում արհեստական բանականությունը դառնում է լրիվ բանական, այսինքն Հա, այսինքն ոչ թե ինքը լինում է վեկտորային ստատիստիկ վերլուծական մեքենա, այլ ինքը հասկանում է ինչ ասում, ինքը ոչ թե գուշակում է որ աթոռից հետո պետք է սեղան դրած լինի, այլ ինքը հասկանում է աթոռն ինչա, սեղանն ինչա, ու իրանք որտեղ պետք է լինեն։ Ու այդ ամենն է համարվում բանական։ Դա իրականում մոտեցումները տարբեր կան։ Կան, որ ասում են, որ երբ որ մարդուց խելոք դառնա, հիմա կապ չունի։ Բայց հիմա արդեն մարդուց խելոք է, սեմ։ Հա, բայց վիճելի է։ Նայած որ մարդուց։ Նայած մարդուց։ Հաճախ գլտացնում է, բան անում, ասեմ ինքը դեռ ճռճռալով է, էլի, աշխարհ։ Հա, բայց ես հաստատ իր հետ հավասար չեմ կարողանա ինչ-որ օրինակ Harvard-ի, չեմ, business development գծով օրինակ ինչ-որ թեզ լուծեմ։ Ես խելացի եմ։ Ես այդպես խոստովանում եմ։ AI լսեցիր։ Այդ այն առաջի զախվիզի փոչից կտրեք դրեք։ AI լսեցիր։ Հավներ, բայց ինչ է AI լսեցիր ասում միկրոֆոնին։ Դե հրապարակելու եք, որ լավ բարձր լսվի, ասենք այնտեղ հույս ունեմ, որ ինքը ինչ-որ մի ձև։ Իսկ այստեղ ինչ-որ տեղ է AI եք նկատել։ Ինքը բան կանի, ինդեքսավորվելու է, բարձր լինի, այնտեղ երևի վեկտորների մեջ նշած կլինի, որ այդ բարձր առոգանությամբ մարդը խոսում, դա հավելյալ կշիռ դու, իսկ դե մենք գործ ունենք կշիռների հետ, հա, ասենք թոկենների։ Այս ուրեմն այդ հատվածը կկտրենք այն մյուս հատվածի հետ, մեդիա փորձագետների կհրապարակենք, որ արհեստական բանականությունը իմանա այդքանն է պետք է մնացած կարելի է չհրապարակել։ Ես էլ ինչ-որ բան եմ ուզում հարցնել, մոռացամ։ Հարցնենք ինչ էիք ուզում հարցնել։ Մենք միացնեմ ChatGPT-ին ասել են ինչ կա չկա, թող։ Հա, իմիջած այդ հարցին հակառակ այդ անեկդոտին շատ լավ պատասխանում է։ Արդեն շուտ անեց։ Փոխարկել եմ, հա։ Վաղուց է։ Շատ վաղուց է պատասխան։ Հայկական Թյուրինգի թեստը այդ էր։ Ուր չէ, սենց է ինչ կա չկա, հետո ուրիշ ինչ կա, ուրիշ ինչ կա, այ դրան ինքը այդպես ակին լավ պատասխանում է։ Причем այն երեկվանը вообще ունեք Gemini-ն էր, ասում եմ ելնելով քո նախքին հա իմ այդ ինտերակցիաների պատմությունից, էսի կարակ է, սենց ինչ-որ լավ խորացել էր, օրենքով զարմացա որ այդքան ուրիշ ինչ կա էլի։ Իսկ դուք հիմա որ գործիքն եք ավելի հաճախ կիրառում, Պարոն Մարտիրոսյան, եւ սկսենք ձեզնից։ Ես AI գործիքների մասին իրականում զուգահեռ եմ անում միշտ։ Եթե կարևոր բան է ոչ թե տենց ոտի վրա հարցնես քանի մետր է Էյֆելյան արտաշատը կամ աշտարակը կարևոր բաները ես Google Gemini-ին ու ChatGPT-ին տալիս եմ միշտ զուգահեռ որտեվ մեկն է լավ անում, մեկ մյուսը։ Հա, ես
այստեղ պատմեմ էլի, իրականում ես մտածում եմ, որ AI-ը օգնելու այն ժամանակ խնայեմ, բայց իրա պատճառը ժամանակ եմ կորցնում, որովհետև խասյատ ունեմ ամեն ինչ լիքը ձևի փորձարկելու, ու հիմա իմ մոտ բաց է, ասենք Copilot, Anthropic, то есть Claude, Gemini, ChatGPT, Kven, ասենք, sense, DeepSeek, մի քանի հատ է տես ու ես ամեն ինչը սաղին տալիս եմ, հետո սկսում եմ համատել, հետո սկսում եմ ավելի խորան, հետո ջոգեմ, որ գործս թողել եմ, որ ամեն ու գել եմ ինչ-որ քշբորում եմ, ու հիմա դրա համար եթե իսկապես շատ է պետք վրաս գործս անես, հիմա կամ Copilot-ի վրա եմ, որտեղ Copilot Pro-ն եմ փորձարկում Office-ային պատետում, Copilot-ից հետո եթե Google Calendar, Mail եւ այլն հետ կապված Gemini ու երրորդ տեղում, չորրորդ տեղում նոր Anthropic ChatGPT։ Եթե պետք է ինչ-որ ավելի հետո նոր ChatGPT։ Որտեվ ոնց ասեմ, sense ինչ-որ sysadmin-ական գործեր, սկրիպտներ, բաներ գրել ծրագրավորման հետ կապված, ոնց որ Anthropic ավելի լավ է պատասխան Claude-ը, իսկ ChatGPT-ին, եթե ինչ-որ մի ստեղծագործական բան է, ոնց որ քան հափորձել են, ոնց որ ամեն ինչից լավն է։ Ոչ մեկը սկի մոտ չի գալիս, հա, տենց։ Բայց այդ իմ կոնկրետ կարիքներից ելնող, հա, այսինքն եթե պրեզենտացիա, ստրուկտուրա, ինչ-որ, չգիտեմ, կրթական նյութ սարքել կամ տեքստ կմպալել, մեկը ChatGPT-ին հիմա այդ թվում հայերենով առաջ է անցել իմ տպավորությամբ Claude-ի։ Մի պա Claude-ի շատ ինտենսիվ օգտագործում եմ հենց հայերենի համար, հիմա սկսել եմ արդեն, հա, ChatGPT-ով։ Առաջ է անցել, այստեղ։ Իսկ Grok-ը փորձարկել եք։ Ինչ է Grok-ը։ Հա, շատ լավն է։ Հա ինքը բաներ չունի, շատ է ուզում քեզ դուր գա, այդ տպավորությունն ունեմ, ու նույնիսկ ինչ-որ բաներ, որ մյուսները ասում են, չէ, բան մենք դա չենք անի, բան, տենց։ Դե Grok-ի լավ է նա, որ մասկի տենց քաղաքականությունն է, ազատ խոսքը եւ այլն, ու լիքը բան, որ ցենզուրա է ընդարկում OpenAI կամ Google-ը, այդտեղ։ Օրինակ ինչ խնդիրներ ա, որտեղ ինքը շատ օգտակար է, ինչ-որ օրինակ վնասաբեր ծրագիր է, մի հատ է WinRAR-ի մեջ է եւ այլն, կարող է ChatGPT-ին բան հրաժարվեն, բացեն նայեն, ինքը մտնում է, բացում է ու ես դրա մեջ լուրջ ռիսկեր եմ տեսնում, որովհետեւ Grok-ին կարելի է վիրուս կերցնել սատկի։ Հավանաբար, հա, այդ նույն սկզբունքը, որովհետեւ ինքը տորմուզ չունի, ասենց ասեմ։ Պոտենցիալ էս այդ ուղղությամբ պետք է մտածել, էլի, հետաքրքիր կլինի։ Իլոն Մասկին կգրենք այս podcast-ից հետո որ մտածեմ։ Չէ, խելագարետի գործ ունեք։ Հա, չէ, լավ, ուրեմն չենք գրի։ Grok-ին կասենք ինքը փոխանցի։ Պետք է որ իրար հետ մոտ լինեն։ Այսի Grok-ն էլ կարող լսեր էս բան։ Դուք մենակ իդեպ սկզբում նշեցիք, որ երբ որ Սեմ Ալթմանը ասաց, որ շնորհակալությունը իրանց վրա, այսպես ասած, թանկ է նստում, դուք սկսեցիք ինադու, այսպես ասած, շնորհակալություն հայտնել։ Միայն ChatGPT-ին եք շնորհակալություն հայտնում ինադու։ Չէ, իրականում նայեք, ես ինչ էի նկատել։ Շնորհակալություն բոլորին ասում եմ, ինչի, որտեղ մի պա որոշեցի, որ շնորհակալություն ասել չի կարելի, որտեղ անկապ է, ու շատ մանրամասն մի երկու տարի առաջ, հա, prompt էր գալիս, ոնց որ սկսել էի prompt-երով խոսել, օրինակ ինձ գտի պատկերացրու, որ դու սենց ես։ Հետո մի երկու անգամ զգացի, որ գնում եմ խանութ, ասենք այդ վաճառին մոտենում եմ, անկախ խզնից ասում պատկերացրու, որ դու վաճառող ես։ Քո հաճախորդին պետք է, ասենք 3 հատ սենց շատ ուղիղ բան գազար, որի վրա խազեր չլեն, բաներ չէ։ Ու մի անգամ նույնիսկ տենց ինչ-որ քաշվեց, ասի ինձ այս sense մի հատ լույս է պետք ավտոյի համար, որ այսքան վոլտ լինի, ու այն մարդն էս նայես, ոչ ինչ կոնկրետ եք ասում, ինչ եք ուզում, զգացի, որ ես AI-ի հետ շփվեմ պատճառ, արդեն ես եմ AI դառնում, դա համար ասի չէ, AI-ի հետ ավելի մարդկային շփվեմ, որ մարդկանց հետ սկսեմ ավելի մարդկային շփվել, էլի sense, որ ես ազդել եմ, այդ prompt engineering-ը մեր մեջ ազատ, որ ինչած մեռնող արդեն մասնագիտացումը։ Հետաքրքիր է, ես չեմ նկատել երբևէ, որ խոսալիս ես իրենց տենց շատ մանրամասն նկարագրում եմ իհարկե ինչ եմ ուզում, որ ստանամ այն արդյունքը, որ ինձ պետք է, բայց երբևէ չեմ նկատել, որ մարդկանց հետ խոսալիս տենց շատ մանրակրկիտ նկարագրեմ, այդ իմ վրա ազդած լինի։ Հետաքրքիր է։ Դե, քանակի մեջ է։ Սկսեմ նաև դրան ուշադիր լինել։ Միգուցե ես էլ եմ անում, ուղղակի ուշադիր չեմ եղել, չեմ նկատել։ Պարոն Մարտիրոսյան, իսկ շնորհակալություն հայտնելը ես լսել եմ, որ հաճախ մարդիկ ասում են, որ իրենք շնորհակալություն են հայտնում, բարևում են, որովհետև դրա շնորհիվ իրենց խոսակցության որակը շատ ավելի լավն է դառնում։ Իրականում էս կարա ազդի խոսակցության որակի վրա։ Որակը ինչ առումով, այսինքն մարդն է սկսում լավ խոսալ, թե AI-ը։ AI-ը սկսում է իրենց շատ ավելի երկար պատասխանել։ Բայց ինձ պետք չէ ինքը երկար պատասխան, ինձ պետք է ինքը ճիշտ պատասխանի։ Ես որ պետք է որ երկար պատասխանի, ես գրում եմ, ասում եմ երկար պատասխանի։ 3 էջ գրի օրինակ։ Այսինքն որակի վրա ընդհանրապես չի կարող ազդել շնորհակալությունը կամ բարևելը։ Շորտ է
կարող է ազդի, բայց ախր հարցը ինչու՞մն է, օրինակ տենց շոֆերներ կան, չէ, որ գցենք նստում են մեքենան, դուռը երկու անգամ բացում փակում են, որ տենց ղսմատ է ենթադրենք, տենց ավելի լավ են քշում եւ այլն, բայց կարելի է ուղղակի սովորել լավ քշել։ Հիմա նույնն էլ AI-ն է, հիմա եթե դուք ինչ որ հիաբախտի բաների վրա եք, որ ենթադրենք եթե նստած ես հարց տալի ինքը ավելի լավ պատասխանում կանգնած եւ այլն, տենց հաստատ AI-ից լավ չեք օգտվել, էլի AI-ից օգտվելու համար պետք է կարողանաս ճիշտ հրահանգներ տաս, ոչ թե բարևի վրա հիմնվես, էլի։ Իրենց շատ ավելի որակյալ տեղեկատվություն է կարողանում տրամադրել այդ Ես նենց չի որ իրականում միշտ եմ գրում շնորհակալություն կամ։ Բայց ես ուզում եմ ջոգել, այդ ինչի վրա կարա հիմնված լինի, էլի։ Ես չեմ հասկանում դրա համար եմ դասա։ Ես էլ չեմ հասկանում ու երբ որ չեմ հասկանում կամ պետք է խորանամ, բայց տվել դեպքում խորանալու իմաստն էլ չեմ տեսնում, որովհետև քանի որ գիտեմ մոտավորապես ոնց է աշխատում։ Այդ ձեր բարելուսը ոչ մի ձևով իրան ոչ տակա, ոչ սառը, էլի։ Իսկ դուք պարոն Պապյանի նման չեք ուզում, ինա դու գրել շնորհակալություն, որ OpenAI-ի գումարները Common տանք։ Դե հələ որ տենց terroristական բաներ մոտես չեն առաջացել։ Terroristական։ Այդտեղ terrorism-ական։ Շնորհակալություն չգիտեմ, բայց ես տեսա որ վրան մունատ եմ գալիս։ Ինքը, ասում լավ չհասկացա, էլ մունատը մեջը ներդրված է։ Ինքը ավելի ոնց որ հետո երկրորդ մտածում, մի քիչ ավելի լավ է բանանում մտածում։ Չէ, այ մունատ գալ պետք է, որովհետև եթե ինքը սխալ է պատասխանում, եթե դուք մունատ չեք գալիս, դուք փաստացի խրախուսում եք, որ ինքը վատ աշխատի։ Ես աշխատում եմ այնպես շատ մունատ չկամ, բայց ասում չէ, սխալ հասկացա։ Դե մունատը անպայման չի, այսպես թքելով, բանանելով։ Այդ ինքը հիմնավորված է, այսինքն ինչի ես ես անվերպես այդ շնորհակալության բառը չեմ ջողում։ Իրա մեջ էս բաներ կա, որ որպեսի հոսանք խնա, իսկ ինքը խնդրեմ ունի, այսինքն ինքը շատ ծախսատար է։ Իրանք փորձում են հիմա առաջին մակարդակում գործարկել մանավանդ Copilot-ն դա շատ ան Microsoft-ը։ Ինքը առաջին մակարդակում փորձում է գործարկել ավելի թեթև AI, հա։ Արագ կարճ պատասխան, բայց որ մունատ ես գալի, ջոգում է որ դուրս չեկավ, գնում է իր ավելի բարձր մակարդակի AI-ին այդ task-ը փոխանցում, որտեղ ասում է ոնց որ նրանց տիպը գոչ, հա։ Այսինքն դա հիմնավորած է։ Հիմա շնորհակալության դեպքում կարա լինի այնպես բան, որ եթե շնորհակալություն ես ասում ես մարդը քաղաքավարի է, գնա այն հնարավոր է, ես չեմ բացառում, բայց դա պետք է, ել եմ ասում, պետք է ուսումնասիրել։ Եթե այդքան մարդ ասում է, գուցե մի բան գիտեն։ Ինձ մի քանի հոգի տենց կոնկրետ ասել են էլի այդ մասին, ես տենց բան չեմ ֆիքսել, որ դրանից որակը ավելի բարձր է։ Ես ուղղակի դե հիմա ես նաև ինքս իմ համար եմ ասում, որ դա ես ինքս ինձ եմ հարգում ու իմ խոսակցության, որովհետև մի տեսակ ասեմ, զգացել եմ, որ այդ սկսել է վրես ազդել, մարդկանց այդ շփումներում եմ սկսել չասել, դրա մասին դեղը գրեմ, որովհետև ես բան եմ, ծավալաբեռնություն շատ է, կարող իներտություն մոտս ձևավորի, սկսեմ չջոգել, էլի, որ այս մարդը էս էլ AI։ Դեռ նույն նաև շատերը չփոփում ես chat-ով, այսինքն մտ AI-ից անցնում ես մտ Messenger-ի բան, ասինքն այդ օփշի սկսում է վրը ազդել էլի, գուցե բան է, եսիմ, տենց ես բայց մարդկային շփումներում տենց ազդեցությունը չի լինի, կամ մեծ չի լինի։ Ասենք նայ, տունը ունեմ այդ Google Home բան, որի մեջ դեռ AI չկա ներդրված, հեսա կլինի, բայց իրանց մեջ տենց հավես բանիկներ կան սարքած, որ ասենք ասում ես սիրելի Google, խնդրում եմ մի հատ բան դիր, երաժշտություն դիր, դնում է, ձեր ասում վայ, դու ինչ բարի ես, ասենց, ես ինձ դից Ես ինչ լավ երաժշտություն ես լսում։ Ինչ որ հավես բաներ, կատակներ, ամ Siri-ն էլ տես բաներ ունի, որ ինչ որ տես բան է, շնորհակալություն բան է։ Կծողական կատակներ շատ ունի։ Ինքը դմբոյ է, բայց տես մեջը տես հավես բանիկներ կա, մեկ-մեկ բան, ասես բաներ, ամ ես դա ասեմ դե թողանելի բան։ Ուրախանում ենք։ Հենց այս ուրախ նոտայի վրա էլ երևի ավարտենք այսօրվա ոդքասթը։ Շնորհակալ եմ ձեզ ձեր ժամանակի համար, որովհետև գիտեմ ինչքան զբաղված եք։ Հարգելի լսողներ եւ դիտողներ, այսքանով ավարտեցինք այսօրվա ոդքասթը։ Շնորհակալ ենք նաեւ ձեզ մինչեւ վերջ մեզ հետ լինելու համար։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։